Թուրքիան փորձում է ակտիվացնել տարածաշրջանային 3 գումարած 3 ձևաչափը, որտեղ ըստ փորձագետների կարևոր հարցերի շուրջ քննարկումներում Հայաստանի ձայնը գրեթե երբեք լսելի չի եղել։ Այդ ձևաչափում 3 խոշոր խաղացողները՝ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, իրենց շահերն են հետապնդում, այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացներում։ Ես կարծում եմ, որ դա շատ արդյունավետ ձևաչափ կարող է լինել։ Կարծում եմ, որ դա միայն հայ-ադրբեջանական բանակցություններ չեն, գործնականում դրանք հայ-ադրբեջանա-թուրքական բանակցություններ են, թեև դրանք ձևակերպվում են որպես հայ-ադրբեջանական։ Մոսկվայում 3 գումարած 3 ձևաչափին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում։ Թուրք դիվանագետը հայտարարել էր, որ 3 գումարած 3 հարթակը կարևոր գործիք է տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Ֆիդանի ձևակերպմամբ Հարավային Կովկասի խնդիրները պետք է կարգավորվեն տարածաշրջանի երկրների եւ նրանց անմիջական հարևանների միջև երկխոսության ու համագործակցության միջոցով։ Թուրքիան գոհ է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առաջընթացից, տարածաշրջանում հաստատվող խաղաղությունը պետք է արտահայտվի տնտեսական կապերի, տրանսպորտային եւ առևտրային ուղիների ընդլայնմամբ։ Առանց Ռուսաստան, Իրան, Թուրքիա կոնսենսուսի Հարավային Կովկասում տևական խաղաղություն հնարավոր չէ։ Հետևաբար այդ ֆորմատով որևէ համաձայնություն շատ ավելի կենսունակ կլինի, քան կարող է լինել որևէ համաձայնագիր արտաքին միջամտությամբ, բայց առանց այդ 3 երկրների կոնսենսուս։ Քաղաքագետի կարծիքով առանց Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջև համաձայնության Հարավային Կովկասում տևական խաղաղություն դժվար է պատկերացնել։ Ադրբեջանը բնականաբար կողմ է այդ ձևաչափին, քանի որ ունի իր գլխավոր դաշնակից Թուրքիայի աջակցությունը։ Հայաստանի դեպքում ըստ փորձագետների պաշտոնական Երևանը կցանկանար, որ գործընթացում ներգրաված լինեին նաև արևմտյան դերակատարներ, մասնավորապես ԱՄՆ-ն կամ Եվրամիությունը։ Դա փաթեթավորվել է թրիպի պիտակով, որպես թրիպ, եւ Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ այո, ստիպված են մասնակցել 3 գումարած 3-ին, բայց հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կգա եւ տեր կկանգնի թրիպին։ Մինչև Իրան, Իսրայել եւ ԱՄՆ-Իրան հակամարտության սրումը քննարկվում էր, թե 3 գումարած 3 ձևաչափի հերթական հանդիպումը որտեղ պետք է անցկացվի՝ Երևանում թե Բաքվում։ Սակայն ըստ փորձագետների տվյալ դեպքում վայրը երկրորդական նշանակություն ունի։ Նմանատիպ հանդիպումներում որոշում կայացնողները գերտերություններն են։ Վերջին շրջանում ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ հաճախակի են հանդիպում իրենց հայ գործընկերներին Հայաստանի տեսարժան եւ գեղատեսիլ վայրերում։ Փոխվարչապետ Մուստաֆաևին տարել էին աղվերան, իսկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հաջիևին Դիլիջանում էր հանդիպել։ Եթե առաջիկայում 3 գումարած 3 ձևաչափով հնարավոր հանդիպում լինի, ապա այն ըստ վերլուծաբանների տեղի կունենա Բաքվում, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները արդեն տարբեր ձևաչափերով եղել են Հայաստանում։ 3 գումարած 3 ձևաչափի արդյունավետությունն ըստ փորձագետների մեծապես կախված է ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի արդյունքներից, մասնավորապես այն հանգամանքից, թե Թեհրանը որքանով պատրաստ կլինի ընդունել ամերիկյան ավելի ակտիվ ներկայությունը իր հյուսիսային սահմանների հարևանությամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։